Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Թեհրանում հայկական թաղամաս են հրթիռակոծել, ինչ է հայտնի։ Լիբանան, Իսրայելի հերթական թիրախը, ինչ է կատարվում Բեյրութում։ Հայաստանը արևելքի և արևմուտքի միջև միջանցքային պատերազմի արանքում զեկույց է հրապարակվել։ Ինչ փոփոխություններ է եղել ընտրական օրենսգրքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նասուլիս է հրավիրել։ Ծառահատում, թե փոխարինում, ինչ վիճակ է մայրաքաղաքում։ Ես ասում եմ, ծառի կյանքի տևողությունը 40-50 տարի է, այս ծառը 70-80 տարի է այստեղ է։ Մենք ման ենք գալի ամեն պատճառ ինչու են կորցրել, բացի այն պատճառից, որ մարդը 100 տարուց ավել չի ապրում։ Հայաստանում Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ հրթիռակոծել են Թեհրանի հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։ Ըստ վերջին տվյալի, բարեբախտաբար բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակների տակ։ Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասներից մեկն է, այն հայտնի է իր աշխույժ կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ստեղծման ու զարգացման մեջ զգալի դերակատարություն են ունեցել իրանահայերը։ مذهبی پیک جوان مردم همه رو نشونه گرفته و داره نشون میده که دشمن تک Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է, որ Իրանը կշարունակի հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբազաներին։ Նախագահը շեշտել է, որ Իրանը մտադրություն չունի հարվածել տարածաշրջանի երկրներին կամ հակամարտության մեջ մտնել նրանց հետ։ Միայն այն բազաները, որտեղից հարձակվում են Թեհրանի վրա, կդառնան թիրախ ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում։ Լիբանանյան Ալ-Մայադին հեռուստաալիքը հայտնել է, որ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու 3 պահանջ։ Թեհրանի պայմաններն են պատերազմի վերսկսման դեմ երաշխիքներ, միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի ձեռքբերում և փոխհատուցում։ ԱՄՆ հետախուզությունն էլ տեղեկացրել է, որ Իրանը կարող է ականներ տեղադրել Հորմուզի նեղուցում։ Սպիտակ տունը զգուշացրել է, որ եթե դրանք անմիջապես չհեռացնեն, Իրանի համար կլինեն աննախադեպ ռազմական հետևանքներ։ Նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ԱՄՆ զինված ուժերը մշակում են տարբերակներ նեղուցը բաց պահելու համար։ Պատերազմի ֆոնին աճել են նաև էներգակիրների գները, սակայն Սպիտակ տունը վստահեցնում է, որ գնաճը ժամանակավոր երևույթ է և ռազմական գործողությունների ավարտից հետո հնարավոր է նավթի ու գազի գների նվազում։ ԱՄՆ-ում բնակվող Իրանի վերջին շահի Ժառանգ Ռեզա Փահլավին էլ հայտարարել է, որ գտնվում են վերջնական պայքարի վճռորոշ փուլում։ Հորդորել է շարունակել գործադուլը։ Նա դիմել է զինվորականներին ու իրավապահ մարմիններին։ Սա ձեր վերջին հնարավորությունն է անջատվելու ճնշող ուժերից և միանալու ձեր ժողովրդին, ասել է նա։ Լիբանանը շարունակում է մնալ Իսրայելի թիրախը։ Իսրայելի պաշտպանության բանակը վաղ առավոտյան հարձակվել է Բեյրութի արևմուտքում գտնվող բնակելի շենքերից մեկի բնակարանի վրա։ Սաուդյան Ալ-Հադադ հեռուստաալիքի հաղորդմամբ հարվածն ուղղված է եղել մուսուլման եղբայրներ կազմակերպության մասնաճյուղ հանդիսացող Ջամաաթ Ալ-Իսլամիա խմբավորման անդամների դեմ։ Կա 4 զոհ։ تعرف رح يرجع هذا بمرتين ثلاث صواريخ في حدا بعدنا Ալ-Ջազիրան էլ հրապարակել է մարտի 11-ի դրությամբ ԱՄՆ Իսրայել-Իրան հարձակումների հետևանքով զոհերի թիվը։ Իրանն ունի 1255 զոհ, 12000 վիրավոր։ Լիբանանը 570 զոհ, 1444 վիրավոր։ Իսրայելը 13 զոհ, մոտ 2000 վիրավոր։ Իրաքը 15 զոհ, տասնյակ վիրավորներ, Հորդանանը 14 վիրավոր, Քուվեյթը 6 զոհ, տասնյակ վիրավորներ, Բահրեյնը 2 զոհ, տասնյակ վիրավորներ, Սաուդյան Արաբիան 2 զոհ, 12 վիրավոր, Արաբական Միացյալ Էմիրությունները 6 զոհ, 122 վիրավոր, Քաթարը 16 վիրավոր, Օմանը 1 զոհ, 5 վիրավոր, ԱՄՆ զինուժը 8 զոհ, 140-ից 150 վիրավոր։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի որդին Յուսիֆ Փեզեշքյանը հայտարարել է Իրանի նոր գերագույն առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին ողջ և առողջ է։ Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Մոջթաբա Խամենեին վիրավոր է։ Աշխարհում տեղի ունեցող մյուս իրադարձությունները ռեպորտաժում։
Իրանն առնվազն 6000-ամյա քաղաքակրթության ժառանգորդ է։ Պատմության ընթացքում ոչ մի տերություն երբեք չի կարողացել ջնջել այս պատմական անունը, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նա, ով Իրանը ոչնչացնելու պատրանք է տածում, ոչինչ չգիտի պատմության մասին։ Ագրեսորները եկել ու գնացել են, Իրանը մնացել է, ասել է Իրանի նախագահը։ Իրանցի ժողովուրդը չի վախենում ձեր դատարկ սպառնալիքներից։ Այս հայտարարությունն էլ արել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ի պատասխան Թրամփի սպառնալիքների։ Ձեզնից շատ ավելի մեծ ուժեր չեն կարողացել վերացնել նրանց։ Ուստի զգույշ եղեք, կարող է անհետանաք հենց դուք, գրել է նա։ Ավելի վաղ Թրամփը սոցցանցում գրել էր, որ եթե Իրանը որևէ քայլ ձեռնարկի, որը կկանգնեցնի նավթի հոսքը Հորմուզի նեղուցում, Միացյալ Նահանգների կողմից կստանա 20 անգամ ավելի ուժեղ հարված, քան ստացել է մինչ այժմ։ Եթե Վաշինգտոնը 3 օր ուշ սկսեր Իրանի դեմ ռազմական գործողությունները, Իրանն առաջինը կհարված էր։ Fox News-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Ինչ վերաբերում է Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջտաբա Խամենեիին, նա ասել է. «Ես չեմ կարծում, թե նա կկարողանա հանգիստ ապրել»։ Իրանի գլխավոր քաղաքական նպատակն Իսրայել պետության վերացումն է, եւ դա չի կարող անտեսվել հատկապես Գերմանիայի կառավարության կողմից, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։ Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 30 մարդու Իսրայելի եւ Միացյալ Նահանգների օգտին լրտեսություն անելու կասկածանքով։ Իսրայելը սպիտակ ֆոսֆոր է օգտագործում Լիբանանին ուղղված հարվածների ժամանակ, հայտարարել են մարդու իրավունքների պաշտպանները։ Human Rights Watch-ն ընդգծել է, որ նյութը կարող է մահվան կամ լուրջ վնասվածքների պատճառ դառնալ։ Նավթի ու գազի գների աճը ժամանակավոր է եւ Իրանի դեմ գործողությունը կհանգեցնի գազի գների անկման երկարաժամկետ հեռանկարում, ասել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։ Մինչ այդ աշխարհում վառելիքի գների արագ աճի պատճառով Վիետնամի մայրաքաղաք Հանոյի բազմաթիվ բենզալցակայաններում երկար հերթեր են գոյացել։ Իլոն Մասկը կրկին գլխավորել է Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Նրա կարողությունը գնահատվում է $839 միլիարդ, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա $342 միլիարդ ցուցանիշը։ Եվ վերջում Բաշկիրիայում մարտ ամսին արձանագրվել է -48 աստիճան ցուրտ։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքն Իրանի Իսպահան քաղաքում վնասվել է մարտի 8-ին մոտակայքում գտնվող նահանգապետի գրասենյակի վրա իրականացված հարձակման ժամանակ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ շենքում եւ բնակելի հատվածում կոտրվել են ապակիներ։ Հարվածային ալիքը հետ է շպրտել մի քանի աշխատակիցների։ Զոհեր կամ վիրավորներ չկան։ Ռուսաստանը պահանջում է, որ տարածաշրջանում հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը խստորեն հարգեն դիվանագիտական կառույցների անձեռնմխելիությունը։ Նա հիշեցրել է, որ դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Սակայն կոչերի, հորդորների ու հայտարարությունների ֆոնին օդում կախված մնում է մեկ կարևոր հարց. ով կկարողանա կանգնեցնել այս պատերազմը։ Ռուսաստանն առաջարկել է իր միջնորդությունը։ Կկարողանա արդյոք Մոսկվան այս պատերազմին վերջ դնել եւ ինչ շահ ունի Ռուսաստանն այս ամենում, ռեպորտաժում։ Նավթի գնի շուրջ աշխարհաքաղաքական խաղը նոր փուլ է մտնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գնի նվազեցման նպատակով Վաշինգտոնը կարող է չեղյալ հայտարարել որոշ պատժամիջոցներ։ Հայտարարությունը հնչել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով զրուցելուց հետո։ Ավելին, Թրամփը չի բացառել, որ այդ սահմանափակումները հետագայում նույնիսկ կարող են չվերականգնվել։ Ով գիտի, գուցե կարիք չլինի դրանք նորից սահմանել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով 2022 թվականից սկսած արևմտյան երկրները Ռուսաստանի նավթագազային ոլորտի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ են կիրառել, որոնք զգալի ազդեցություն են ունեցել արտահանման ծավալների վրա։ Վերջին սահմանափակումները նույնիսկ ավելի խիստ են եղել։ Եվրոպան ընդհանրապես հրաժարվել ռուսական նավթից, ինչպես նաև ասիական երկրները պետք է զգալի կրճատեին գնումները Ռուսաստանից, կամ նաև ռուսական նավթի համար նախատեսվում էր այսպես վերին առաստաղ $60 շրջանակում, այսինքն իրավունք ունեի $60 ավել վճարել ռուսական նավթի համար մեկ բարելի հաշվով։ Տնտեսագետը նաև ընդգծել է, որ համաշխարհային շուկայում տատանումների, Իրանի շուրջ լարվածության եւ Հորմուզի նեղուցի փակ լինելու պատճառով Ռուսաստանը շարունակում է մնալ նավթագազային ոլորտի կարևոր խաղացող։
Բարեմուտքը հատկապես մեծ պահանջարկ եւ կարիք ունի ռուսական նավթի եւ գազի, եւ նրանք ստիպված են այդ քայլի գնալ, հաշվի առնելով այն, որ հակառակ դեպքում իրենց մոտ ունենան կտրուկ գների աճ եւ արդեն իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1 գալոն բենզինը թանկացել է մոտավորապես $0.5 չափով։ Ավելի կարևոր է, որ Մոսկվան ոչ թե իրանական հակամարտությամբ զբաղվի, այլ ուկրաինական։ Այսպես է արձագանքել Թրամփը Պուտինին 3 ամսվա դադարից հետո ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Գոլեգաների 11-րդ հեռախոսազանգի հիմնական թեման Միացյալ Նահանգներ, Իսրայել-Իրան հակամարտությունն էր։ Ռուսաստանը փորձում է միջնորդ դառնալ Մերձավոր Արևելքում հարաբերությունների կարգավորման գործում։ Ռուսաստանը լավ կապեր ունի երկուստեք, նույնիսկ Իսրայելի հետ ինքը Պուտինը ունի բավականին նորմալ փոխհարաբերություններ։ Ես կարծում եմ հարմարագույնը Ռուսաստանի դաշնությունն է հանձինս նախագահի Պուտինի։ Բայց ինչ շահ ունի Ռուսաստանն այս պատերազմում միջնորդ հանդիսանալու համար։ Ի վերջո Իրանում պատերազմի ֆոնին է Թրամփի վարչակազմը քննարկում մեղմել Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցները։ Հակամարտության կարգավորումը պարզվում է շատ ավելի կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, քան թվում է առաջին հայացքից։ Տնտեսական առումով իհարկե Ռուսաստանի հետ ձեռնտու էր այս պատերազմը կարճաժամկետ առումով, բայց երկարաժամկետ առումով Իրանը Ռուսաստանի դաշնակիցն է եւ եթե Իրանը պարտվեր այս պատերազմում, դա նշանակում է, որ Ռուսաստանը ամբողջովին շրջափակված վիճակում է հայտնվում, իսկ Ռուսաստանի համար շատ կարևոր է հյուսիս-հարավ ճանապարհը եւ Իրանի միջոցով դուրս գալ դեպի Հնդկական օվկիանոս։ Միջնորդի դերում վատ թեկնածուներ չեն նաև Չինաստանն ու Հնդկաստանը, պնդում է իրանագետը։ Բայց Պուտինն արդեն հասցրել է Թրամփին ուղարկել առաջարկների փաթեթ, ինչպես քաղաքագետն է ասում, բոլոր կողմերին գոհացնելու համար։ Փաթեթի բովանդակությունը դեռ հայտնի չէ, սակայն Իրանի պահանջներն են հրապարակային՝ վնասի հատուցում, սանկցիաների վերացում, մնայուն խաղաղություն։ Այդ մնայուն խաղաղություն հասկացությունը ես ենթադրում եմ պիտի միջազգային գարանտներով լինի, այսինքն երաշխիքներ լինի այդ մնայուն խաղաղության համար։ Թե ինչ երաշխիքներ են միջազգայինորեն, դրանք չգիտեմ, բայց իրենք շեշտում են այդ մնայուն խաղաղության հարցը, որ չպիտի այլևս պատերազմի ԱՄՆ-ն եւ Իսրայելը չպիտի միասին կամ առանձնաբար պատերազմեն Իրանի դեմ։ Վաշինգտոնը երկարատև խաղաղություն կպահպանի, թե ոչ, հարցը միանշանակ պատասխան չունի, բայց այս փուլում հստակ է մեկ բան. Միացյալ Նահանգներն ինքն է խաղաղություն ցանկանում, ընդգծում է իրանագետը։ Թրամփի եւ նրա վարչակազմի իմիջն է տուժել։ Իսրայելի նկատմամբ պատելությունն էլ ավելի մեծ թափ է առել աշխարհում։ Այս զարգացումների ֆոնին ծոցի երկրները, որոնք վստահում էին Միացյալ Նահանգներին, Դանիելյանի պնդմամբ մեծ հավանականությամբ փոխելու են իրենց քաղաքական դիրքորոշումը։ Ծոցի արաբական երկրները հասկացան, որ Միացյալ Նահանգները իրենց չեն կարող պաշտպանել, իրենք դա չկարողացան անել, եւ իրենք պետք է արդեն նոր հարաբերություններ ստեղծեն երևի առաջերտին Չինաստանի հետ, նաեւ Իրանի հետ։ Եվ իմիջային առումով եւ տնտեսական առումով Միացյալ Նահանգները պարտության ենթարկվեցին։ Կարգավորման գործընթացն ըստ քաղաքագետի երկար չի ձգվի, առավելագույնը 1 ամիս։ Իրանի ղեկավարության ներկայիս դիրքորոշումը ցույց է տալիս, որ Թեհրանը չի պատրաստվում գնալ կապիտուլյացիայի։ Միևնույն ժամանակ նրա գնահատմամբ հակամարտության այս փուլում միջուկային զենքի կիրառման հավանականությունը գործնականում բացառված է։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Կենտրոնական Ասիա-Կովկասի ինստիտուտը զեկույց է հրապարակել։ Ըստ զեկույցի Հայաստանն անցնում է 1991 թվականի անկախությունից ի վեր իր աշխարհաքաղաքական ամենազգալի փոփոխություններից մեկի միջով, քանի որ այն ձգտում է վերակարգավորել անվտանգային կապերը Մոսկվայից հեռու, միաժամանակ ձգտելով արևմուտքի աջակցությանը։ Ինստիտուտը զեկույցում շեշտել է, երկիրն այժմ գտնվում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Իրանի միջև միջանցքային պատերազմի կենտրոնում, քանի որ նոր տրանսպորտային եւ էներգետիկ նախաձեռնություններն ընդգծում են Երևանի ռազմավարական խոցելիությունը։ Թրիփ միջանցքն իր հետ բերում է իր սեփական ռիսկերը։ Չնայած այն առաջարկում է տնտեսական կենսապահովման օղակ եւ պոտենցիալ անուղղակի անվտանգության վահան, այն Հայաստանը դնում է Արևմուտքի, Ռուսաստանի եւ Իրանի միջև միջանցքային պատերազմի կենտրոնում։ Թրիփ միջանցքը որքան անվտանգության մարտահրավեր է, այնքան էլ հնարավորություն, որը պահանջում է, որ Հայաստանը հավասարակշռի ամերիկյան հավակնություններն իր հարևանների անմիջական աշխարհագրական իրականության հետ։
Վերջին 3 օրում Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել ռուսական ցորենի երկրորդ խմբականակը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը ռուսական հացահատիկը Հայաստան կհասցնի Վրաստանի տարածքով։ Փոխադրվող հացահատիկի ընդհանուր ծավալը 1023 տոննա է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհաննիսյանը ներկայացրել է ընտրական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները։ Խորհրդարանի առաջիկա ընտրությանը կիրառելու են լրացուցիչ մանդատի սկզբունքը։ Ձայների 52% ստացած քաղաքական ուժի օգտին կհաշվեն շեմը չհաղթահարած ուժերի ձայները։ Փոխվել է նաև կոալիցիա կազմելու սկզբունքը։ Նախկինում 3 քաղաքական ուժից ավելի չէր կարող լինել կոալիցիոն կազմում։ Հիմա նոր փոփոխությունը թույլ է տալիս 3-ից ավելի ուժ կոալիցիա կազմի։ 9 օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած քաղաքական ուժին։ Եթե այդ ժամկետում առավել ձայներ ստացած քաղաքական ուժը չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո արդեն ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին, այս միջազգային տերմինաբանությամբ ընդունված է ասել փոքրամասնության կառավարություն կամ փոքրամասնության կոալիցիա ձևավորելին, ինչի օրինակ կարող են բերել դրա վառ օրինակ էր Գյումրին, երբ որ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը միավորվեցին եւ ձևավորեցին կոալիցիա եւ արդյունքում առավել ձայն ստացած քաղաքական ուժը ինքը այդ կոալիցիայից դուրս մնաց, այսինքն կառավարումը ստանձնեց փոքրամասնության կոալիցիան։ Հայաստանում 126-ից ավելի գրանցված կուսակցություն կա, ինչը ըստ Հովհաննիսյանի 2 միլիոն ընտրող ունեցող երկրի համար ահռելի թիվ է։ Հովհաննիսյանը նշեց, որ փետրվարի 7-ից ընտրական օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն ազգային ժողովի ընտրության ժամանակ կուսակցությունների անցողիկ շեմը նվազել է ու դարձել 4%, իսկ դաշինքներինը 8-ից 10%։ Նախընտրական քարոզարշավը դեռևս չի սկսել, բայց քաղաքական դաշտն արդեն պատրաստվում է ընտրությանը։ Օրինակ, իշխող կուսակցությունը քաղաքացիական պայմանագիրը այցելում է մարզեր, խոսում բնակիչների հետ, նոր խոստումներ տալիս։ Սակայն դեռևս նախորդ նախընտրական շրջանից չկատարված խոստումներ կան։ Մեկ ռեպորտաժում հավաքել ենք տնտեսական ոլորտում չկատարված խոստումները։ 2021 թվականի նախընտրական շրջանում իշխանությունը ապագայի հանդեպ վստահություն ներշնչելու համար բազմաթիվ խոստումներ տվեց։ Եվ ուրեմն ապագա կա ապագա։ Խոստացան ներդրումներ բերել Հայաստան, զարգացնել ռազմարտությունաբերությունը, բարձրացնել ՀՆԱ-ն, աշխատավարձերն ու թոշակները։ Սակայն այս խոստումներից որոշները մնացին թղթի վրա, մյուսները հետաձգվեցին կամ էլ իրականացան խորհրդարանական արդեն հաջորդ ընտրություններին ընդառաջ, ինչպես օրինակ կենսաթոշակների դեպքում։ Ինչ են խոստացել եւ ինչ ունենք այսօր 5 տարի անց։ Ներդրումների ոլորտը։ Խոստացան օտարերկրյա շեշտակի ներդրումներ, նոր գործարաններ, նոր տեխնոլոգիաների հոսք դեպի Հայաստան։ Բայց 2026-ի տվյալներով իրական ներդրումների ծավալը շատ ավելի ցածր է, քան ծրագրերում նշված նպատակները։ Եվ ներդրումային հոսքը, որն իրականացվել է, հիմնականում ծառայությունների ոլորտում է, ոչ թե արդյունաբերության կամ ռազմարտությունաբերության ոլորտում, որն ինչպես իրենք էին նշել, պետք է դառնար տնտեսական նոր ազդակ։ Այդ ներդրումները, որ դեռևս օրինակ 2020 թվականին որոշակի երևում է, դրանք վերաներդրումներ են։ Այսինքն են կոնցեսիոն պայմանագրեր ունեցող կամ ենթակառուցվածքների տեր դարձած օլիգարխիական խմբեր, հիմնական Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից ու Գերմանիայից, չէ, դրանք պարտադիր իրեն շահույթը վերաներդրել են ենթադրենք տեխնիկական վերազինման համար, դա դուրս է եկել որպես իբր թե ներդրում։ Իրական դա ներդրում չի, դա ընդհանրապես իրենց օպերացիոն ծախսերը ներդրումների տակ ներկայացնելու հստակ կեղծ օրակարգ է։ Ռազմարտությունաբերության ոլորտում նույնպես խոստումները չիրականացան։ Որոշ ծրագրեր իրականացվեցին մասամբ, բայց մասնագետները պնդում են, որ համակարգային ու լայնածավալ արդյունք չկա։ Հաջորդը ՀՆԱ-ն է 2021-ին խոստացան միջինում 7% տարեկան աճ, 2022-ից 24 թվականներին միջին աճը մոտ 8.1% է հասնում, բայց ոչ բոլոր տարիները ապահովել են կայուն աճ, իսկ 2024-ին աճը կազմել է մոտ 5.9%։ Մեկ շնչին հատկացվող ՀՆԱ-ի ցուցանիշը 2024-ին հասել է $8,500, բայց այն մեծ մասամբ ծառայությունների ոլորտի հաշվին է, այլ ոչ համապարփակ զարգացման լայն ծրագրերով, ինչպես նախընտրական քարոզչության ընթացքում էին խոստացել։ Անցած տարվա հունվար եւ 26 թվականի հունվար ամսվա համար ինչ որ նկարել են
350%-ով քիմիական արտադրանքի աճ։ Ակնհայտ որ նման բան չկա։ Այս բոլոր թվերը ինչ այդ վիճակական ծառայությունն ասում է, եւ թերահավատ է, եւ ցանկացած այսպես ոչ կողմնակալ աուդիտի դեպքում այդ բոլոր թվերը առնվազն 50%-ով պակաս են լինելու։ Աշխատավարձեր եւ թոշակներ 2021-ի ծրագրով իշխանությունը խոստանում էր զգալի բարձրացում, իսկ թոշակները պետք է աճեին բնականոն տեմպերով։ Իրականությունն այն է, որ թոշակների աճը նկատվել է միայն մոտենալով հաջորդ ընտրություններին 4.5 տարի անց, բայց փորձագետի կարծիքով այստեղ էլ գնաճն ու ապրուստի ծախսերը գրեթե զրոյացնում են աճը։ Իրենց խոստումները, որ ասում են, որ արնային սպառողական զամբյուղն պետք է հավասար լինի, չէ, ընդհանրենք թոշակը, հիմա մենք կարող ենք հստակ թվաբանություն անել։ 36,000 դրամ եղել է թոշակը նվազագույն, դրա ավելացել է 10,000 դրամ, դարձավ 46,000։ Եթե քաղաքացիներից 46,000-ը ոչինչի վրա չստացի, մենք ընդհանրենք անկախի կառույցով զբաղվի, այդտեղ էլ մոտավորապես 9,000 դրամ է ավելանում, 9,200 դրամ։ 46-ին եթե գումարում եք 9,200 դրամ, ստացվում է 55,200 դրամ։ Իսկ պարենային այդ զամբյուղը սպառողական նվազագույն 61,500 դրամ է։ Հարկերի եւ սոցիալական ապահովության ոլորտում եւս տպավորություն է, որ խոստացված փոփոխությունները եւ բարեփոխումները իրականացվել են մասամբ եւ զգալիորեն ուշ։ Հարկերի հավաքագրումը դեռ չի հասել 25% հնայի թիրախին եւ սոցիալական ծառայությունների հզորացում տեղի չունեցել այնպես, ինչպես խոստացել էին 2021-ին։ Մասնագետների դիտարկմամբ խոստացվել էր արագ եւ համակարգային զարգացում, իսկ այսօր քաղաքացին տեսնում է դանդաղ, կիսատ, հաճախ առանձին հաջողությունների վրա հիմնված իրականություն։ Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեկոյանն էլ խոսել է մայրաքաղաքում նրա խոսքով ծառերի փոխարինման աշխատանքի մասին։ Նա հայտարարել է, որ ծառերի փոխարինման աշխատանքը կատարվել է Երևանի 11 փողոցում, հիմա Կարվի 12-րդում։ Մինչև այս պահը փոխարինվել է 2000-ից ավելի ծառ, ընդհանուր առմամբ Երևանում տնկել են 25,000-ից ավելի ծառ։ Ես ասում եմ, ծառի կյանքի տևողությունը 40-50 տարի է, այս ծառը 70-80 տարի է այստեղ է, մենք ման ենք գալի ամեն պատճառ ինչու են կորցրել, բացի այն պատճառից, որ մարդը 100 տարուց ավել չի ապրում։ Նկարեք բոլոր ծառերը, այստեղ ասելու բան չկա, որ քաղաքացին տեսնի, որ ասում է հեռացեցիք, բա մենք 2 տարի ոնց սպասենք, որ սաղարթ լինի։ Նախ չեք սպասելու, լինելու է, բայց հիմա չկա, հարգելիներս, սաղարթ չկա, ինչին եք սպասում։ Ոնց որ 20 տարի անցել եք, սաղարթ չի եղել, արևով եք անցել, համբեր եք մի քանի ամիս, հեսա գոնե ծառ կլինի, ինչ որ չափից ստվեր կունենա, որը տարեց տարի կավելացնի իր ստվերը։ Բեկոյանի խոսքով Երևանի ոռոգման ցանցը գտնվում է կատաստրոֆիկ վիճակում, 30-ից 40 տարի ցանցի փոխարինում չի եղել, 120 կիլոմետր ոռոգման համակարգ են անցկացրել վերջին 3.5 տարում։ Պաշտոնյան պարզաբանել է, թե ինչու են Երևանում հատում թեղիները։ Այս երկաթյասությունը կամ այս թեղիները, դրանք լրիվ միևնույն բանն են։ Ավելին, այս թեղիներն ավելի վատ են, դա էկոլոգիական առումով։ Թեղիներն ավելի վատ են, որովհետև եթե երկաթյասությունը ոչ մի հիվանդություն չի տարածում, ապա այս չեղած ծառերը հանդիսանում են վնասատուների, այդ ժողովրդական լեզվով, խոսեմ, այդ որդու բլոճների ձմեռման, բարգավաճման տեղեր, որոնք այնուհետև տեղափոխվում են ամբողջ քաղաքի կանաչ զանգվածի վրա։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում, կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc.media.am։ Լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, եթերում կլինի Աննա Սարգսյանը։